Կանանք։ Սուպեր։ Հարգելի հայրենակիցներ, սույն հրապարակային կարգով հաղորդում եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 173 հոդվածի համաձայն զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված առերևույթ հանցանքի մասին հրապարակված նյութը հիմք հանդիսանում քննիչների համար քրեական վարույթ նախաձեռնելու համար, այսինքն ամեն ինչը օրենքի համաձայն, ոչ ասեն, եկել է PR-ը լինի գնա ու բացի այդ ուզում եմ նշեմ ցանկացած իմ խոսքը հիմա ինչի մասին ես խոսելու եմ, ինչի մասին հայտնելու եմ, բոլորը փաստաթղթով հիմնավորված են, այսինքն ցանկացած լրագրող կարող է փաստ ինձանից պահանջել եւ ես իմ խոսքերին հայտնած փաստը կներկայացնեմ փաստաթղթով, այլ ոչ թե օդում պտտվող խոսքերով կամ չգիտեմ, սենց։ Ուրեմն մոտ 2 ամիս առաջ ես տեսանյութ եմ հրապարակել, որը վերաբերում է Նոնոգ վարչական շրջանի Բաղյան փողոցի 2 դրոպինգ հասցեում իրականացված ապօրինի շինարարության եւ համայնքային հողազարդման դեպքին, որի առթիվ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Տիգրան Ավինյանը զրպարտության համար ինձ դատի է պատրաստում տալ, ու ճակերտավոր ասած, իրանք հաստատել են, որ նման դեպք կա ապօրինություն։ Հիմա ես խեմ այս կարգով ներկա ազատության լրատվական միջոցին նյութը կազմելու ժամանակ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Տիգրան Ավինյանը պատրաստում է ինձ զրպարտության համար դատի տալ։ Հիմա, հարգելի քաղաքացիներ, ուզում եմ հերթով հստակ փաստերով ներկայացնեմ, որ Տիգրան Ավինյանը, ինչպես նա է հայտարարել, որ հողի գողը գող չի, հրապարակային հայտարարում եմ Տիգրան Ավինյանի հայտարարության համաձայն եւ իր անգործությունների համաձայն Տիգրան Ավինյանը հողի գողը։ Հիմա հերթով, հարգելի հայրենակիցներ, Տիգրան Ավինյանի հայտարարությունը միացնեմ։ Ես նոր-նորքում ինքնակամ շինության հետ կապված կարող եմ ասել հետևյալը. Երևանի քաղաքապետարանը 7 անգամ ծանուցել է շինարարին, մերժել է ինքնակամ շինության օրինականացման իրենց հայտը։ Տիգրան Ավինյանի հայտարարությունը հստակ վերաբերվում է Նոնոգ վարչական շրջանի իմ հրապարակած տեսանյութին, որում ինքը հայտնում է, որ 7 անգամ դիմել են Երևանի քաղաքապետարան օրինականացնելու, Երևանի քաղաքապետարանը 7 անգամ մերժել է։ Հիմա սույն տվյալ գրությունով որ ասում եմ, բացի Տիգրան Ավինյանի խոսքերից, Տիգրան Ավինյանի խոսքերը ես նույն փաստաթղթով եմ հիմնավորում, որ Երևանի քաղաքապետարանը օրինականացումը մերժել է։ Ինչ հիմքով է մերժել։ Ժամկետերի մեջ, որ կադաստրի կոմիտե չեն ներկայացել, այսինքն օրինականացնելու համար։ Հիմա հարցը իրականում մերժելու մեջ չի, այլ Տիգրան Ավինյանի անգործության մասին է։ Շատերը գիշեր, որ ամիսներ առաջ ինչ, ասենց ասած, հնչեղ ապամոնտաժման աշխատանքներ էին իրականացվում Երևան քաղաքում, Հյուսիսային պողոտայում, Սարյան փողոցում, որից հետո Տիգրան Ավինյանը հայտարարում է, որ Երբ համայնքային հողի վրա կառուցված ապօրինի շինությունը դիմում է օրինականացման եւ քաղաքապետարանը մերժում է այդ օրինականացումը, մենք արդեն համապատասխանաբար նաև թողարկում են քանդման որոշումը, որովհետև իրականում դա է արդյունավետ ճանապարհը, որպեսզի մենք դες փուլ սկսենք մաքրվել ապօրինի շինություններից։ Վարացին ես կրկնեմ Տիգրան Ավինյանի խոսքերը։ Համայնքային հողատարածքի վրա ինքնակամ ապօրինի կառուցած շինությունները, որ դիմում են Երևանի քաղաքապետարան օրինականացնելու եւ Երևանի քաղաքապետարանը մերժում է, դրանից հաջորդ համապատասխան թողարկում է քանդման որոշում։ Տվյալ դեպքում 7 անգամ
դիմել են Երևանի քաղաքապետարան օրինականացնելու, Երևանի քաղաքապետարանը 7 անգամ մերժել է օրինականացումը ու Երևանի քաղաքապետարանը քանդման որոշում չի թողարկել։ Ասեք ինչ շինության մասին է խոսքը։ Գյուղամթերքի շուկա է, հեսա ես փուլ առփուլ, հեսա ամեն ինչ կներկայացնեմ։ Տիգրան Ավինյանի անգործությունը հենց դրանում է կայանում։ Հիմա շարունակեմ։ Ուրեմն, երբ տվյալ շինությունը, գյուղամթերքի շինությունը 2014 թվականին դեռ նոր էր սկսել աշխատանքներ իրականացել, ես գրավոր դիմումով Երևանի քաղաքապետարան եմ դիմել, հարցրել եմ եւ նկար եմ գցել։ Տվյալ շինարարական աշխատանքները, որ իրականացվում են, շինարարական թույլտվություն ունեն, թե ոչ։ Երևանի քաղաքապետարանից պաշտոնական գրությամբ ինձ հայտնել են, որ տվյալ աշխատանքները կատարելու համար կա շինարարական թույլտվություն։ 1 տարի անց, մի տարի անցել արդեն շուկան կառուցվել է, ու արդեն ես բացահայտել եմ, որ դա ապօրինի է եղել, Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ շինարարական աշխատանքները իրականացվել են առանց շինթույլտվություն։ Այսինքն Երևանի քաղաքապետարանը պաշտոնական գրությամբ սուտ տեղեկատվություն է տրամադրել, որպեսզի իրավական խոչընդոտներից խուսափեն, այսինքն որ ես հաղորդում չներկայացնեմ, շին աշխատանքները չդադարեցվեն։ Հենց շինթույլտվությունն է գրված, այսինքն թե այն ինչ որ կատարում են այդ աշխատանքները, այսինքն հասկանանք։ Շինթույլտվությունը տալիս են, որ շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։ Նաև այդ ամեն փողային աշխատանքներ, չգիտեմ, ինչ որ այլ բան։ կառուցման շինարարական թույլտվություն, կառուցման համար, նույնիսկ գրավոր պատասխան ունեմ Երևանի քաղաքապետարանից տրամադրած պաշտոնական տեղեկատվությունը, որ արձանագրվում է, որ կարդամ, բառացի կարդամ, Բաղյան փողոց 2 դրոպինգ հասցեում համայնքային օղամասի վրա կառուցված ինքնական շինության վերաբերյալ հայտնում ենք, որ վերնշված հասցեով քաղաքացի Նորիկ Հովհաննիսյանի լիազորված անձ Կարեն Հովհաննիսյանի կողմից ներկայացվել է դիմում սեփականության իրավունքով պատկանող եւ կից համայնքապետ պատկան հողամասներում գտնվող ինքնական իրականացված շինությունների օրինականացման համար, այսինքն այն ինչ որ ես ասում եմ, որ ապօրինի է, շինթույլտվություն չկա, համայնքային հող են զարթնում եւ Տիգրան Ավինյանը պատրաստում էր ինձ դրա համար զրպարտության համար դատի տալ, այդ ամեն ինչը փաստաթղթով պաշտոնական գրությամբ հաստատվում է։ Այսինքն ինչ է ստացվում, որ այդ ամենը իրականացվել է բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորության ներքո։ Հակառակ դեպքում սուտ տեղեկատվություն չէր կարող տրամադրվել։ Միևնույն ժամանակ, որ շինարարությունը իրականացել են, վնասել են համայնքային գույքը, մայթը, որը ըստ օրենքով էլ ամեն կարգավորումները գույքը պետք է վերականգնել շինարարը շուկայի, բայց այդ գույքը վերականգնում է Երևանի բյուջեի հաշվին, վերականգնում է Երևանի քաղաքապետարանը, տենդերը հայտարարել եւ այդ տենդերով միայն շուկայի հատվածի այդ շինարարի կողմից քանդված մայթը վերականգնում է։ Հասկանում եք, դա մեկը մյուսի հետ փոխկապակցված է։ Հիմա մյուս հայտարարությունը ասեմ, երեկվա իմ հրապարակման մեջ ես նշել եմ, որ այս հայտարարությունից հետո պետքա ձերբակալություններ լինեն, բայց մենք բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ նման բան չի կարող տեղի ունենալ, եւ քանի որ ես հետեւողական եմ լինում իմ գործունեությամբ, ես դատախազություն դիմում էի գրել։ Դիմում էի գրել տվյալ դեպքի արդիվ, որ քրեական գործ հարուցեն։ Քրեական գործ չեն հարուցել, որովհետև այդ դիմումի մեջ կար Տիգրան Ավինյանի անունը։ Ժողովուրդ ջան, այս մի ծրարի մեջ քրեական վարույթը չհարուցելու, մերժելու դիմումն է, այս մի ծրարի մեջ քրեական վարույթը նախաձեռնել են։ Գիտեք, այս երկու ծրարի մեջի բոմբարդակություն իմ հանցագործության մասին այդ հաղորդումը ինչով է տարբերվում։ Մի բանում նույն բովանդակությամբ ուղղակի առանց Տիգրան Ավինյանի անուն ազգանունը հանել եմ։ Այսինքն այս երկու ծրարի մեջ իմ երկու հաղորդումները նույն բովանդակությամբ են, նույն իմաստն են, նույն շարադրանքն է, ուղղակի մեկի մեջ կա Տիգրան Ավինյանի անունը, որի արդիվ քրեական գործ չեն հարուցել, Տիգրան Ավինյանի անունը հանում եմ, քրեական գործը հարուցում են։
Այդ Տիգրան Ավինյանի անունը մանդատ, հա, պողպատ է։ Առաջինը ներկայացրել։ Իհարկե Տիգրան Ավինյանի անունով։ Ու քերական վայրուց չեն նախաձեռնել։ Բա հիմա բաց չի, որ Տիգրան Ավինյանին չեն ձերբակալի։ Ու հիմա ավելի հստակեցնեմ։ Մոտ 1 ամիս առաջ տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետի ձերբակալությունը։ Ինձ համար շատ հետաքրքիր էր այդ միջադեպը, որովհետև ինչ էր տեղի ունեցել Գյումրու քաղաքապետի ձերբակալության հիմքերը։ Առաջին թույլտվություն Գյումրիում կառուցել են շուկա, հասարակական շինություն։ Եվ ըստ մամուլի հրապարակած քննչական կոմիտեի խոսքով տեղեկատվության եմ հայտնում էլի, օրինականացնելու համար, այսինքն կներեք, ու այդ շինությունը, որը կառուցվել է, ենթակայա քանդման ենթակա շինությունը փորձել են օրինականացնել, չի ստացվել եւ այլ այդ դեպքի ձայնագրությունների հիմա վրա ձերբակալել են։ Այսինքն տվյալ գործի պարագայում կար ըստ հրապարակած տեղեկության կաշառք ստանալու գործառույթ, սենց։ Իսկ տվյալ դեպքում նույն բանն է Տիգրան Ավինյանի կողմից նույն համայնքապետա, քաղաքապետա, այսինքն բերեք տարբերություն չդնենք, տարբերություն դրանում է մեկը ընդդիմադիրը, մեկը ԿՊ-ի սրտի քաղաքապետն է, նույն շինությունը քանդման ենթակա շինությունը, որը ստե է քանդման ենթակա Բաղյանին է, չի քանդում, ժողովուրդ ջան, խի չի քանդում։ Իր հայտարարություններով քանդման ենթակա է ու փաստաթղթով քանդման, այսինքն ոնց է լինում, ուրիշ դեպքերում Հյուսիսային պողոտայի շինությունները, Սարյան փողոցի շինությունները քանդում են, բայց տվյալ դեպքում չեն քանդում։ Ու տվյալ դեպքում, ժողովուրդ ջան, այդ գյուղամթերքի շուկան կառուցվել է կեսից շատ հողատարածքը համայնքային հողատարածքի վրա։ Այդ հողատարածքը գտնվում է 6-րդ գոտում Երևանի քաղաքապետարանի աճուկների ցանկում, կարող են ցանկացած քաղաքացի հենց հիմա մտնեն իմ խոսքերը ստուգեն։ 6-րդ գոտում աճուկային մեկնարկային գինը 1 քառակուսի հողատարածքի արժի 350,000 դրամ։ Ես առնվազն 500 քառակուսի եմ հաշվում, էլ ավել չեմ ասում, որ աճուրդի ընթացքում կավելանա եւ այլն եւ այլն։ Այսինքն դրեք հաշվեք, տեսեք ինչ կան գումարների մասին է խոսքը գնում։ Շին թույլտվություն չեն անել, նախագծման թույլտվություն չեն արել ու այդ ամենը շուկայի կառուցման աշխատանքները իրականացվել է նոր վարչական շրջանի թաղապետարանի գրեթե դիմացը։ Գայի պողոտայի մոտ, այսինքն անհնար է, որ այդ ամեն ինչը թաղապետարանը, Երևանի քաղաքապետարանը տեղեկացված չլինի, որ առանց շին թույլտվություն շինարարություն են իրականացնում։ Սկսվել է, այո։ Հիմա ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը, որ չեն քանդում։ Ինչն է, ով է կանգնած դրա հետևում։ Ես հրապարակային այդ ամեն ինչի հետևում կանգնած է Տիգրան Ավինյանը, այդ ամեն ինչն հենց հովանավորում է Տիգրան Ավինյանը։ Հակառակը, ես ասեմ, հակառակը Տիգրան Ավինյանը այդ խոսքերը հերքելու համար, ապացուցելու համար շատ պարզ տարբերակ կա։ Քանդման ենթակա շինությունը, որը գտնվում է Բաղյան 2 դրոպինգ հասցեում, թող գնան քանդեն, քանդման որոշում տան, գնան քանդեն։ Ես գրություն եմ ուղարկել Երևանի քաղաքապետարան, որ իր հայտարարությունները, պաշտոնական գրությունները հղում կատարելով հարց եմ ուղղել։ Խի քանդման որոշում չեք թողարկում։ Կարեք ասեք, ինչ են պատասխանել։ Չեն պատասխանել դիմումից։ Վեր, ինչ պատասխանել ժողովուրդ։ Չեն պատասխանել, ամենահեշտ տարբերակն է։ Երբ եք ուղարկել։ Ամիս ամսաթվով չեմ կարող ասեմ, բայց հաստատ 3 չեմ։ Ժամկետը սպառված է, ու եթե Չեմ հիշում, երևի, այո, ոնց որ հա։ Չեմ նայ, որտեղ շատ։ Դե թաղապետը հարցում չեմ ուղարկել, թաղապետը հրապարական, եթե չեմ սխալվում, Ֆակտոր TV-ին հարցը Մարատ Սևոյան հայտարարել է, որ քանդման հարցն են քննարկում, թե այդ 2 ամիսի ինչ հարց են քննարկում, չգիտեմ, երբ որ մի մարդ գիշերով մի մետր ցանկապատ առաջ տանում կամ չգիտեմ, մի հատ լուսամուտի